Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ դատարանի առաջ կկանգնի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգսյանին արդարացնելու առաջինատյանի վճիրն ու գործն ուղարկել նոր քննության։ Սերժ Սարգսյանի առաջնորդած հանրապետականից արդեն քաղաքական գնահատականներ են հնչում։ Սա ընդդիմախոսներին զսպելու փորձ որակում։ Բայց թե ինչ հիմնավորմամբ է վերաքննիչ ատյանը նման որոշում կայացրել, հատկապես որ այս գործի վաղեմության ժամկետն արդեն անցել է, առայժմ պարզ չէ։ Դատական ակտի բովանդակությանը ծանոթ չէ նաև երրորդ նախագահի փաստաբանը։ Եզրափակիչ մասը հետևյալն էր. դատարանը որոշեց վիճարկող դատական ակտը բեկանել ուղարկել առաջատյանի դատարան նոր քննության։ Սերժ Ազատի Սարգսյան Ավելի քան 4 տարվա դատավարությունից հետո անցած գարնանը առաջինատյանի դատարանն արդարացրեց Սարգսյանին հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը նրան մեղադրում է մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրող կողմի նա հեռավոր 2013-ին միջամտել է, որ գյուղացիներին դիզվառելիքով ապահովելու մրցույթում հաղթի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի ֆլեշ ընկերությունը, որը սակայն մրցույթի մյուս մասնակիցներից ավելի բարձր գին էր առաջարկել։ Պաշտպանական կողմը մեղադրանքը քաղաքական հետապնդում էր որակում։ Մեղադրանքում արդարացնել, ճանաչելով եւ հռչակելով նրա անգերությունը հանցակազմի բացակայության հիմքով։ Մեղադրող կողմին դատարանի որոշումը չէր գոհացրել։ Դատախազությունը հակակոռուպցիոն վերաքննիչում բողոքարկեց այն, որն էլ նախորդին բեկանեց արդարացման վճիռը։ Երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է, իրենց դիրքորոշումը նույնն է։ Սերժ Սարգսյանը չէր կարող չարդարացվել։ Որևէ այլ դատական ակտ քան արդարացումը ուղղակի անհնար էր։ Եվ նյութական եւ դատավարական իրավունքի մասը, որտեղ խախտումներն այնքան ակնհայտ, այնքան բազմաթիվ են եղել, այնքան տարական։ Վերաքննիչ ատյանում գործերը 3 դատավորներ են քննում։ Պաշտպանական կողմին այս պահին միայն հայտնի է, որ նախագահող դատավորը հատուկ կարծիք գործընկերներից տարբերվող դիրքորոշում է ունեցել։ Այսինքն համաձայն չի եղել կազմի մյուս 2 դատավորների հետ, ովքեր բեկանման կողմնակիցն են եղել։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը հաջորդում է մի քանի օր առաջ հանրապետական կուսակցության նիստում Սերժ Սարգսյանի իշխանափոխության մասին ելույթին։ Մեր նպատակակետը հստակ է եւ անփոփոխ։ Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է։ Մինչ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակավ բացառում են իրենց միջամտությունը դատական իշխանության գործերին, երրորդ նախագահի ղեկավարած կուսակցությունից դատարանի վերջին որոշումը պատահական չեն համարում։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-յան գրառմամբ կարծիք է հայտնել, թե իշխանություններն այսպիսով ընդդիմադիրներին հասկացնում են, թե ինչպես են արձագանքելու քաղաքական ակտիվացման քայլերին։ Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում։ Մենք մեր մաշկի վրա ավելի ծանր ճնշումներ եւ հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու եւ զսպելու ազդակ է, փորձ է բոլորային ուժերի եւ գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն։ 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սա երրորդ նախագահի դեմ միակ քրեական հետապնդումը չէ։ Այս տարի Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են ներկայացրել 20 տարվա վաղեմության գործարքների համար։ Ըստ դատախազության այս գործն էլ առնչվում է Երևանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր Պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում։